Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիները բողոքի ցույց են անցկացրել։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարներից 7-ը բերման է ենթարկվել, ինչից հետո ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել։ Ըստ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի, երթն արտոնված չի եղել։ Մենք երկիրը պատերազմի չենք տանի, բայց չենք հանդուրժի հանցագործներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Ձերբակալվել են բողոքի ցույցեր եւ հանցավոր դիվերսիաներ կազմակերպողները, ասել է նա, շեշտելով, որ իշխանությունները կոտրել են ցուցարարների ողնաշարը։ Իրանական մեհրլրատվական գործակալությունը գրել է, որ ըստ Իսլամական հեղափոխության պահապանների Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների գլխավոր հրահրողը Ռահաբ Արհամ ծածկանունով մի կին է, որի իրական անունը Նազանին Բարադարան է։ Նա 3 անգամ փոխել է իր անունը եւ գործել է Պենտագոնի սպայերից մեկի ղեկավարությամբ։ Իրանում արյունարի բախումներից հետո իրավիճակը կարծես հանդարտվել է։ Բազմաթիվ կոչերի, մեղադրանքների եւ սպառնալիքների ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ անհնազանդությունները կազմակերպել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ 14 ժամ տևած դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է եւ կիրառվել է տնային կալանք, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով վերացվել է նաեւ Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով եւ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել է, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Մեկ հանգամանք էլ ուզում եմ ասել, իհարկե առիթ կլինի ավելի երկար կներկայացնեմ, իսկապես հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր, իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից, ասելով գնացինք։ 1 տարի մոտ 150 շինծ ու դատական նիստ եւ ոչ մի փաստական ապացույց։ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ բացված կեղծ գործերի մասին նոր մանրամասներ է հայտնել Միեդում հայգերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով հայգերիներին արգելված է Աստվածաշունչ պահել, այրել են նրանց մարմինների վրա եղած քրիստոնեական դաջվածքները։ Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալների, սակայն հնարավոր չէ փոխանցել Աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին, նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։ Խիստ սահմանափակումները վերաբերում են հատկապես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանի արտաքին աշխարհի հետ կապն է ավելի սահմանափակվել, այսինքն մեծացել է իզոլացիան, քանի որ ընտանիքի հետ զանգերի թվականակը նվազել է, այսինքն օրինակ 4 զանգի
փոխարեն 2 զանգի հնարավորություն է տրվել նույն ժամանակահատվածում։ Սահակյանի խոսքով 1 տարի ընթացող կեղծ դատավարության ընթացքում հստակ ապացույցներ Ադրբեջանի դատարանը չի ներկայացրել։ Արձանագրությունները, որոնք ստորագրել են մեր ռազմագերիների ադրբեջանցի փաստաբաններն ու թարգմանիչները, կեղծ են։ Շուրջ 1 տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ դատական նիստերի քանակը 2 դատավարություն գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կոնկրետ փաստեր, չտեսանք կոնկրետ ապացույցներ եւ արարքներ այդպես էլ չմնացին ապացուցված։ Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները հենց քաղաքական թեզերի վերականգնում էին դատական process-ներում եւ այս ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումներ եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել։ Իրավապաշտպանը նշել է, որ հունվարի 14-ին 4 հայ գերիների վերադարձը որևէ կերպ չի կարող նշանակել, որ հայկական կողմը պատրաստվում է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական գործերից։ Իրավական գործընթացները նրա փոխանցմամբ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր մյուս հայրենակիցները չեն վերադարձել։ Բաքվի շինծու դատավարությունները ըստ էության ավարտվել են եւ մինչեւ հունվարի վերջ ադրբեջանական արդարադատությունը կհրապարակի հայ ռազմագերիների դատավճիռները։ Մենք կողրով ենք, չենք կողրվում։ Գյումրու նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան, հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը, իրավիճակը որակելով որպես հանցագործություն։ Վարդան Ղուկասյանի համար շտապ օգնություն է կանչվել ԱԱԾ մեկուսարան։ Ըստ փաստաբանի, Ղուկասյանի բժշկական ախտորոշումը հստակ փաստում է, որ նրա առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ Փոստանջյանը շեշտել է, որ նման պայմաններում տեղափոխումը քրեակատարողական հիմնարկ կարող է մարդուն հասցնել մահվան, քանի որ հիմնարկում չկա համապատասխան բժշկական անձնակազմ։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող Իմնեմնի փոդքասթի համահիմնադիր Նարեկ Սամսոնյանին տեսակցել է բժիշկը հացադուլի 9-րդ օրը։ Զննումից հետո բժիշկը նշանակել է շտապ վիրահատություն, սակայն քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ դա հնարավոր է կազմակերպել նվազագույնը 10 օրվա ընթացքում, հայտնել է Սամսոնյանը պատժախցից հրապարակած հոդվածում։ Մեր հավատքը հիմնված է այն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը Իզմիրյան բժշկական կենտրոնի հիվանդասենյակից պատասխանել է ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի հայտարարություններին, նրան եւ նրա համախոհներին անվանելով տիրադավ հերձվածողներ։ Սրբազանը նշել է, որ եկեղեցու բարեկարգման անհրաժեշտության մասին հայտարարություններն իրականում դավադիր խարդավանքներ են, որոնք նպատակ ունեն քանդել հայ առաքելական եկեղեցին իշխանությունների զինված խմբերի աջակցությամբ։ անկախ գործմունքի ԱՄՆ արևմտյան հայոց թեմի առաջնորդ arczepiskopos Հովնան Տերտերյանը օրերս հայտարարություններ տարածել, հայտնելով, որ միանում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Հայտարարության մեջ arczepiskopos-ը ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրել է սկանդալների, փակ կառավարման եւ անարդյունավետության մեջ, եկեղեցի ներկայացրել հակապետական կառույց։ Ոչ ոք իշ չի համոզել, ես ինքս ինձ եմ համոզել, ասել է Թրամփը լրագրողներին, նշելով, որ ինքն է որոշում կայացրել չհարձակվել Իրանի վրա։ Նրանք 3 պատրաստվում էին կախաղան հանել ավելի քան 800 մարդու, եւ ես իսկապես հարգում եմ այն փաստը, որ նրանք չեղյալ հայտարարեցին դա, նշել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը տարածել էր այն տեղեկությունը, թե նախագահ Թրամփին մերձավոր արևելքի երկրների առաջնորդներն են համոզել Իրանի նկատմամբ ռազմական գործողություն չսկսել։ Գերմանացի զինվորականները ժամանել են Գրենլանդիա մասնակցելու Դանիայի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի հետախուզական առաքելությանը։ Եվրոպական երկրները փոքրաթիվ զորքեր են ուղարկել Արկտիկա Դանիայի խնդրանքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի հարցով բանակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Թրամփն իրեն անվանել է մաքսատուրքերի արքա, սպառնալով նոր հարկեր սահմանել այն երկրների դեմ, որոնք համաձայն չեն իր պահանջներին։ Գրենլանդիան ինքնակառավարվող տարածք է Դանիայի թագավորության կազմում։ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս է հայտարարել, ԱՄՆ-ն պետք է տիրապետի կղզուն այն պաշտպանելու համար, շեշտելով դրա ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության համար։ Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ ակնկալում են հարգել իրենց տարածքային ամբողջականությունը։ Դանիան փոքրիկ երկիր է, փոքր տնտեսությամբ եւ սակավաթիվ բանակով։ Well, you said it, Sean.
Նրանք չեն կարող պաշտպանել Գրենլանդիան, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։ Նրա խոսքով Դանիան չի կարող վերահսկել Գրենլանդիան։ That is where more and more resources are. Քրդերենը Սիրիայում ճանաչվում է որպես ազգային լեզու, իսկ Նավրուզը հայտարարվում որպես ազգային տոն։ Նման որոշում է կայացրել Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Նա հրամանագիր է ստորագրել ուղղված Սիրիայում քրդական համայնքի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում էթնիկ եւ լեզվական խտրականության բացառմանը։ Քրդական ուժերի եւ Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին։ X-ի սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում Սիրիայի նախագահը ուղերձով դիմել է քուրդ բնակչությանը, նշելով, որ հրամանագիրը, որը պետք է ամրագրվի օրենքի տեքստում, երաշխավորվում է քրդերի որպես իրավահավասար քաղաքացիների իրավունքները։ Նա նաև կոչ է արել տեղանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը, ընդգծելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքը վայր դնելուց։ Նախատեսվում է Սիրիայի քաղաքացիություն տրամադրել այն քրդերին, որոնք զրկվել էին դրանից 1962 թվականի վիճահարույց մարդահամարի արդյունքում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում նիստը վարել է արևային ակնոցով։ Vous allez me subir ainsi. Ներողություն եմ խնդրում այս ակնոցի համար, որոշ խնդիրներ կան։ Ստիպված կլինեմ այն որոշ ժամանակ կրել։ Vous allez me subir ainsi. Le caractère inesthétique. Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահին վնասված աչքով էին նկատել։ Նա նշել էր, որ իր աչքի կարմրությունը վտանգավոր չէ։ Մակրոնը խնդրել է ուշադրություն չդարձնել, կատակելով, որ իր աչքը նման է հայտնի Ռոքի ֆիլմի Վագրի աչքին, որը խորհրդանշում է ուժ եւ վճռականություն։ Non volontaire à l'œil du tigre. I'm here, Mr. President, to talk. Գերմանիան կարող է բոյկոտել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային։ Որոշումը դեռևս հստակ չէ, սակայն մրցաշարի չեղարկումը կարող է դիտարկվել միայն որպես վերջին միջոցը Թրամփին Գրենլանդիայի հարցում ուշքի բերելու համար։ Առաջնությունը նրա համար մեծ նշանակություն ունի, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մտերիմ քաղաքական գործիչ Յուրգեն Հարտը։